Հենց այս ռիթմերով էլ շարունակելու ենք մեր եթերը, բայց մշակութային հիանալի մի կամուրջի մասին ենք խոսելու։ Րոպեներ առաջ մենք տալիս էինք այդ ակնարկը, որովհետև մեր խոհանոցային հատվածում կար ուղղություն, հատկապես թանձրուկը, որը չինական էր, եւ նշում էինք, որ մեր հյուրերը վստահաբար ծանոթ կլինեն այդ բույրերին, բայց ոչ թե խոհանոցային մշակույթից, այլ մի հնավույն մշակույթի մասին ենք խոսելու, իսկ ավելի կոնկրետ հուլիսի 25-ին Երևանում բացվելու է Չինաստանից հյուրընկալվող Լյանչժուի դարաշրջան, ծիսական կարգի աշխարհը խորագրով ֆիզիկական եւ թվային տարրերի համադրությամբ գերիմերսիվ ցուցահանդեսը։ Ավելի մանրամասն կզրուցենք հյուրերի հետ, ես շտապ եմ նրանց արդեն ներկայացնել, մեր տաղավարում է Արմեն Մխիթարյանը, հայ-չինական գործընկերության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ եւ Սյունի գոտի եւ ճանապարհ մշակութային զարգացման ասոցիացիայի գլխավոր քարտուղար։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք ու միասին ենք սկսելու մեր առավոտը, հատկապես որ ունենք հրաշալի առիթ, կարևոր մի ցուցահանդեսի մասին խոսելու։ Զրույցը սկսենք համագործակցության մասով, ինչպես եղավ համագործակցությունը եւ ինչը պատճառ դարձավ, որ այս ցուցահանդեսը նաեւ կարողացանք հրավիրել մեր Հայաստան։ Շատ լավ, շնորհակալություն հրավերի համար։ Սկսեմ նրանից, որ շուրջ 3 տարի է մենք զբաղվում ենք Չինաստանի հետ բուռն մշակութային փոխանակումներով եւ այդ ընթացքում ունեցել ենք մի քանի հաջողված ցուցահանդեսներ եւ Չինաստանում, Հայաստանի մշակույթն է ներկայացվել եւ չինական մշակույթը ներկայացվել է Հայաստանում։ Այս տարվա այս մեր ծրագիրը ոնց որ մի մասն է կազմում այդ շարունակական նախաձեռնությունների եւ բացի ավանդական, այսպես ասած, մշակույթը ներկայացնելու թանգարանային ցուցահանդես, արվեստի ցուցահանդես կամ երաժշտական ինչ-որ փառատոն բան, մենք փորձեցինք, քանի որ աշխարհը առաջ է գնում, տեխնոլոգիաների դար է, այսպես ասած, եւ Չինաստանը այդ առումով ահագին առաջընթաց ունի ներկայացնելու մշակույթը տեխնոլոգիաների միջոցով օգնությամբ, մենք որոշեցինք այդ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ մի ցուցահանդես կազմակերպել, վիրտուալ իրականության ցուցահանդես, որը կարծում եմ շատ հետաքրքիր կլինի մեր հայ հասարակության արվեստասերների համար եւ ինչու՞ չէ նաեւ զբոսաշրջիկների համար, որտեղ ամեն տեղ չի որ այդպիսի ցուցահանդես լինում է եւ հատուկ ծրագրով, հատուկ թեմայով որոշեցինք ներկայացնել չինական այս մշակութային մի մասնիկը Հայաստանում։ Խոսքը վերաբերվում է իրենց հնագույն քաղաքակրթության մասին, որը ունի մոտ 5300 տարվա պատմություն։ Այդպիսի քաղաքակրթություններ աշխարհում եղել են մի քանի հատ այդ ժամանակաշրջանում, դա Ինդոսի քաղաքակրթությունն է, շումերական քաղաքակրթությունն է, եգիպտական թագավորությունն է եւ Չինաստանում նաեւ Լյանջուի քաղաքակրթությունն է։ Պետք է նաև նշենք, որ 2019 թվականին Լյանչժուի հնավայրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում եւ իսկապես մեծ պատիվ է հայերիս համար հյուրընկալելու այս ցուցահանդեսը, բայց գիտենք, որ մինչ Հայաստան գալը շատ երկար ճանապարհ է անցել։ Մի փոքր խնդրում ենք նաև դա ներկայացնել մեր հեռուստադիտողներին։好，谢谢主持人，谢谢。我来介绍一下我们这一次的展览。这一次叫做良渚文明，良渚天下。这个是数十的一个结合展览，它分为2个展厅，它分为楼下和楼上。主要是让我们大家可以近距离的能够看到之前的良渚文明是什么样子。良渚文明թանգարանը անվանվել է Լյանջու թանգարան, որովհետև այն ունի 5300 տարվա պատմություն եւ այն հնարավորություն կտա, որպեսզի Հայաստանը ավելի լավ ճանաչի չինական քաղաքակրթությունը եւ չինական մշակույթը։ Եվ իսկապես հիանալի հնարավորություն է նաև այս ցուցահանդեսի օգնությամբ եւս մեկ անգամ ամրապնդելու հայ-չինական կապերը, որովհետև մենք գիտենք երկու երկրներ իրարից շատ տարբեր մշակույթներ ունեցող, բայց միևնույն է այն պատմությունը, որը ունեն երկու երկրներն են, նաև մշակութային, կարողանում են համակցվել, զուգորդվել իրար եւ այստեղ կարող են գտնել նաև հայկական մշակույթին կամ
ծանոթ կամ հուշող որևէ պատմություններ, որովհետև երկուսն էլ հնագույն ժողովուրդներ են։ Կամ նմանություններ, ինչքանով ենք մենք իրար նման մեր մշակույթները, որովհետև թե այս ազգը իր պատմությամբ, թե նաև մենք մեր պատմությամբ շատ վաղուց մշակութային այսպես գրողներից մեկն են եղել եւ նաեւ քաղաքակրթության շատ առումներով են։ Ինչ նմանություններ ունեն։ Նմանություններ ընդհանուր առմամբ ես ասեմ, որ երբ որ կոնկրետ առաջի քաղաքակրթությունը չինական լանջում եղել է մոտ 5000 տարի առաջ, մեր տարածաշրջանում եղել է Քուր Արաքսյան մշակույթը եւ քաղաքակրթությունը եւ դրանից հետո Հայաստանում զարգացել է քարի եւ բրոնզի մշակման այդ արհեստը, այնտեղ զարգացել է այդ նույն ժամանակաշրջանում նեֆտիտի իրենց քարերի մշակման այդ արհեստը եւ եթե այսպես վերցնենք եւ մեր մոտ եւ իրենց մոտ ինչ որ ավանդական, հա, առասպելական կենթանիների պաշտամունքը եղել է, մեր մոտ եղել է վիշապների, հա, վիշապաքարերը, իրանց մոտ նույնպես եղել են վիշապների այդ պաշտամունքը։ Ինձ թվում է նմանություններ շատ կան եւ այդ ուղղությամբ մեր պատմաբանները եւ մշակույթի գործիչները եւ գիտնականները, որ մի քիչ խորանան, տեսնեն ինչ նմանություններ կա եւ արդյոք դա ոնց է փոխանցվել, փոխանակումների արդյունքում է եղել, թե առանձին ամեն երկրում տարածաշրջանում դա առաջացել է, հետո ինչ որ փոխադարձ ամեն մեկը վերցրել է իր համար, դա արդեն գիտնականների ուսումնասիրման գործն է, այսպես ասած։ Դուք նշեցիք նաև ձեր խոսքի մեջ, բայց հարցես ունին եմ ուզում ուղղել տեխնոլոգիաների մասով, որ տեխնոլոգիաների միջոցով այսօր մենք 5300 տարվա պատմություն ենք ուզում փոխանցել նոր սերնդին, իսկ մենք էլ վերջին շրջանում հայտնի է, որ մենք էլ այդ տեխնոլոգիական ոլորտում բավականին լուրջ արդյունքներ ենք գրանցում, վստահ եմ, որ շատ կհետաքրքիր նաև նոր սերնդին եւ ոչ միայն նոր սերնդին։ Ինչ տեխնոլոգիական լուծումներով ենք հանդես գալու եւ այս դարավոր, հա, 5300 տարվա պատմությունը փոխանցելու այսօրվա սերնդին։ 好，谢谢。是这样子的，我们这一次带了一个 VR 的一个沉浸式的一个体验，相当于是让我们可以带上一个 VR 的一个设备，然后可以自由走在一个展厅里面，就感觉自己就像是在这个展览的现场一样，让我们可以沉浸式的能够体会到之前的良渚时代良渚文明的一个能够让大家更好的感受到这个文化是什么样子。再加上之前良渚其实是一个水利的一个工程，延续下来了5000年的一个历史，也让我们看到了5000年的文明。համակարգի շարժու պատկերները, որոնք որ կարող են արտահայտել Չինաստանի 5000 տարվա պատմությունը։ Շնորհակալություն։ Ինչ ակնկալիքներ ունեք հայկական այս մշակույթը կրող մարդկանց ներկայությունից այս ցուցահանդեսից, ինչ եք սպասում այն հայերից, որոնք այցելելու են եւ ծանոթանալու են Լյանջժի պատմությանը։ 对于这个方向，我觉得亚美尼亚这边应该会对中国文化非常的感兴趣，因为我们这一次带过来的这个文明是一个沉浸式的一个体验，就结合了一个动画，结合了一个实物，再加上一个让大家可以在良渚的这样的一个沉浸式的一个空间里面，能够感受到沉浸式的一个中国的一个文化。իրական չինական կուլտուրան, Լյանջոյի քաղաքակրթական կուլտուրան։ Հրաշալի, հուլիսի 25-ին է բացումը լինելու եւ ինչքան է տևելու։ Մինչև օգոստոսի վերջ։ Մինչև օգոստոսի վերջ ունենք հնարավորություն։ Եվ որտեղ է ցուցադրվելու։ Ցուցադրությունը լինելու է Հայաստանի նկարիչների միության շենքում, ցուցասրահում, բոլորին հրավիրում եմ։ Ինձ թվում է շատ հետաքրքիր կլինի այցելել եւ տեսնել զգալ այդ զգացմունքը, որովհետեւ դա ոչ միայն դիտում է, դա նաեւ զգացմունք է այդ վիրտուալ աշխարհում շրջելը, ծանոթանալը այդ կյանքին 5000 տարի առաջ թե ինչպես է եղել Չինաստանում առաջի քաղաքը, նրանց ապրելակերպին, նրանց ծիսական արարողակարգերին, ծիսական առարկաներին, կարծում եմ շատ հետաքրքիր կլինի։ Վստահաբար շատ հետաքրքիր կլինի։
Համեցիր։ Ուզում եի նաև հարցնել, քանի որ կենտրոնի միակ նախագիծը չէ հայ-չինական բարեկամական այս կապերը ամրապնդելու համար, առաջիկայում ինչ է սպասվում, ինչ նորություններ ունենք բացի ցուցահանդեսից։ Ես ասեմ, որ մի քանի ժամանակ առաջ Չինաստանում բացվեց Հայաստանում մեր Երևանի պատմության թանգարանի ցուցահանդեսը եւ դա երկարատև ցուցահանդես է լինելու, կներկայացնեն մեր հայկական մշակութային առարկաները, տարազներ, արծաթագործական իրեր, գորգեր, իսկ աշնանը այստեղ նույնպես նախատեսում ենք ցուցահանդեսներ Չինաստանից, արդեն ոչ տեխնոլոգիաների կիրառմամբ, այլ առարկաներով, սովորական, ավանդական ձևով, կարծում եմ դա նույնպես հետաքրքիր կլինի այցելելու եւ այս ամենը ինձ թվում է շատ լավ կնպաստի հայ-չինական մշակութային համագործակցության զարգացմանը։ Վստահ ենք, որ այդպես Այսինքն մենք այս անգամ ոչ մի առարկա չենք տեսնելու, ոչինչ չենք, մենակ Դա վիրտուալ է, այո։ Միայն վիրտուալ ենք Այո, տեսնելու։ Եվ վստահ եմ դա նույնպես հնարավորություն կտա այդ վիրտուալ ցուցահանդեսի մասնակցությունը, որպեսզի ամբողջ տեսականը մենք տեսնենք։ Ամբողջ ցանկը կարողանանք տեսնել, որտեղ դա հնարավոր չէ լինի նաև այստեղ տեղափոխելը։ Այո։ Իսկ այս տեխնոլոգիաների շնորհիվ հետաքրքիր լուծում է ստացել փաստորեն հերոստատողներ, որ մենք կարող ենք այդ մշակույթին ու այդ պատմությանը ֆանտաստիկ ամբողջությամբ ծանոթանալ վիրտուալ եւ իրականության մեջ գտնվելը։ Բայց աշտանը ունենք հնարավորություն արդեն ֆիզիկական եւ բայց այլ թեմայով, ոչ այս ժանրի մեջ, այլ թեմայով, այլ թանգարանից մասնակցել, դիտել մի խոսքով։ Մենք կսպասենք նորություններով կրկին ձեզ մեր տաղավարում, որպեսզի մեր հեռուստադիտողներին պատմենք նոր արդեն ցուցահանդեսների մասին, իսկ այս ցուցահանդեսը նշենք սիրելի հեռուստադիտողներ, գերիմերսիվ ցուցահանդես Լիան Թշրուի դարաշրջան ծիսական կարգի աշխարհը խորագրով տեղի կունենա հուլիսի 25-ից, այնպես որ բոլորդ սպասված եք այնտեղ, պետք է վիրտուալ իրականության միջոցով նաև տեղափոխվել անցյալ, այն էլ չինական պատմությունն ու մշակույթը բացահայտել։ Շնորհակալ ենք։ Շատ շնորհակալություն, որ մեզ առավելացրեցիք, ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Մենք երաժշտական դադար կունենանք, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Մնացեք մեզ հետ։